Խաղություն եղբայրներ քույրեր, Տեր օրհնի, ինչ բարձր էր։ Շնորհակալ ենք Տիրոջից, տերունական օրվա համար, Տիրոջ ներկայության համար, հորդորների համար։ Ես հավատում եմ, որ Տերը ամեն մեկիս համար բաժինա պատրաստ է այսօր, համաձայն եք թե չէ։ Եվ երանի, որ իմ բաժինը ես առած գնամ ուրիշը չվերցնի, որտև այդ ձևի բան եղավ Սուրբ գրքում, հիշում եք։ Բաժինը Եսավինն էր, բայց ով վերցրեց այդ բաժինը, Հակոբը վերցրեց, եղբայրներ քույրեր, եկեք, որ հենց պաշտամունքի սկզբից մեր ականջները տանք լսելու, բայց մի հատ կարևոր բան էլ ասեմ, մեր սիրտն էլ տանք ընդունելու համար, համաձայն եք։ Տերը հորդորելու բաներ ունի, քաջալերելու, վերջապես եղբայրը հորդորեց, մենք հավատքի ճանապարհի մեջ ենք, եւ այս ճանապարհի ավարտը փառավոր է, երանի են Աստծո զավակին, ով որ հավատարիմ կմնա Տիրոջը։ Եղբայրներ քույրեր, չեք տեսնում, ոնց որ ամեն ինչը ավարտին է հասնում, ամեն ինչը ոնց որ վերջաբանի է գալիս։ Տիրոջը խոսքը ասում է, որովհետև այս բաները այսպես տեսնում եք, ուրեմն ձեզ ինչպիսի մարդ է պետք լինել, ուրեմն պետքա զգաստ լինենք, ուրեմն պետքա մղվենք, նորոգվենք, օրեցօր Տիրոջ առաջ, համաձայն եք թե չէ, ոսկին այդպես պիտի չմնա, ոսկին պետքա գնալով ավելի սրբանա, ավելի որակ ձեռք բերի, բայց դա կատարվում է ինչի մեջ, մեր եղբայրներից լավ ասում է ժավելի սպիրտով ոսկին կմաքրվի, ոսկին մաքրվում է կրակի միջով, թեկուզ ունենք փորձություններ, թեկուզ ունենք հիվանդություններ, թեկուզ ունենք դժվարություններ, բայց մեր ապավենը Տերն է, միած սրտանց ասենք փառք ես Տեր։ Տեղ եմ կարդում հորդորական, բայց միտք եմ ուզում ասեմ եղբայրներ քույրեր, որ շատ կարևոր է այս օրերի մեջ, օրինակ մի 30 տարուց ավել հավատքի մեջ ենք, որ լսում էինք մոլորություններ պետքա գա, մենք մտածում ենք, դե ինչ պետքա գա, որ մենք չզանազանենք, բայց այսօր մոլորությունները գնալով շատանում են, եւ Աստծո զավակը, եթե արմատ չունեցավ, հիմք չունեցավ, նա կարող է ենթարկվի երերալու, թե ոչ, Սուրբ Գիրքը ասում այո, կարդում եմ ես համար եւ այդ մտքի շուրջ որոշակի հորդորական եւ աղոթք կանենք, Առաջի համարը, որ պիտի կարդամ, դա գրված է Հռոմայացիս 11-րդ գլխի 16 համարից կարդում եմ, Հռոմայացիս 11-16 խոսքից կարդում եմ մի քիչ ներքևից, եթե արմատը սուրբ է, ուրեմն ճյուղերն ալ, երկու բանի վրայով է խոսում, արմատի վրայով եւ երկրորդը ինչի վրայով, ճյուղի վրայով, առաջին ասեց, եթե արմատը սուրբ է, ուրեմն ճյուղերն ալ բնականաբար սուրբ են, Եվ հորդորում է, եթե այն ճյուղերեն մեկ քանները կոտրեցան, ու դուն, որ վայրենի ձիթենի էիր, անոնց մեջ պատվաստվեցար, ու ձիթենիի արմատին և պարարտությանը հաղորդ եղար, ճյուղերու դեմ մի պարծենար, իսկ եթե պարծենաս, ոչ թե դուն արմատը վեր բռնել ես, հապա արմատը քեզ, շատ ծանոթ տեղ կարդացվեց, բայց փոքրիկ այս հատվածի մեջ քանի անգամ նշեց արմատի վրայով։ Եղբայրներ քույրեր, ծառի համար ամենակարևոր բանը պտուղ տալու համար ինչն է, կարող եք հուշել ինձ, արմատը։ Եթե քրիստոնյան ես եւ դու այսօր Քրիստոսի վրա, ավետարանի խոսքի վրա արմատ չկապենք, մենք չի բացառվում, որ կարող է երերանք ու տարուբերվենք։ Միշտ ես կարդացել եմ, ասում եմ, այդ տեղը, որ ասում է անգամ երկնքից պետքա կրակ իջեցնի, բայց նպատակը գիտեք որն է, որպեսի եթե կարելի լինի կանչվածներին մոլորեցնի, եղբայրներ քույրեր, ոչ, եթե կարելի լինի ընտրյալներին էլ ինչ անի մոլորեցնի։ Ուրեմն դրա համար արմատ կապել պետքա թե ոչ։ Տեր Հիսուսը մի առիթով Հովանու ավետարան 15-րդ գլուխ դուք շատ լավ գիտեք, Ես ուզում եմ կարդամ այդ տեղը, ինչպես նա բացատրեց կարևորությունը, որ հաստատվի այդ որդի վրա։ Եվ 15-րդ գլխի երկրորդ խոսքից ուզում եմ կարդամ, ամեն ճյուղ, որին վրաս է ու պտուղ չի բերում, կտրվում է զանիկա, եւ ամենը, որ պտուղ կբերե, կմաքրե զանիկա, որպեսի ալավելի պտուղ բերե։ Հիմա մի փոքր ներքևից 4-րդ համարից տեսնենք Ինչա բացատրում Տեր Հիսուս, որ շատ կարևոր է, եղբայրներ քույրեր, իմ մեջս կեցեք, ու ես ձեր մեջ, առաջինը ում կողմն էր, նորից կարդամ,
Իմ մեջս կեցեք ու ես ձեր մեջ։ Ինչպես ճուղը չի կրնա ինքիր մե պտուղ բերել, եթե որդի վրա հաստատված չլինի։ Կարևորությունը տեսնում եք եղբայրներ քույրեր։ Նույնպես դուք չեք կրնա, եթե իմ վրաս հաստատված չլաք։ Ես որդն եմ ու դուք ճյուղերն եք, ան որ իմ վրաս հաստատված է ու ես անոր վրա, անիկա շատ պտուղ կբերե, վասնզի առանց ինձի բանմը չեք կրնա ընել։ Եղբայրներ քույրեր, շատերը շատ բաների վրա շինեցին հավատքի կյանքը։ Դրա համար ոմանց համար Տեր Հիսուսը եղավ վարդապետ։ Սուրբ գրքով եմ ասում, թե ոչ։ Ոմանց համար եղավ բժիշկ, եղավ թե չեղավ, այո։ Ոմանց համար եղավ, հիշում եք, հացերը բազմացրեց, կերան, հաց տվող, հաց ծնող եղավ, բայց ոմանց համար, երբ որ Տեր Հիսուս ասեց, միթե դուք եք ուզում գնաք, ասեց Տեր, որու երթանք, դու ես, որ ունես հավիտենական կյանքի խոսքեր։ Եղբայրներ քույրեր, սա քրիստոնեական կյանքի մեջ ամենակարևորներից եմ ես համարում, որ մարդը ինքը անձամբ հանդիպի, անձամբ ճանաչի եւ համոզվի, որ Հիսուսը Քրիստոսն է։ Բանավոր մեջբերում եմ բերում ժամանակի համար Հովանու ավետարան 4-րդ գլխից, երբ որ կարդում ենք այդ տեղը, կինը որ գնաց վկայեց, հիշում եք, չէ, ամբողջ այդ գյուղի ժողովուրդը ռայոնի վերկացան եկան Տեր Հիսուսին։ Եվ 2 օր այդտեղ մնալուց հետո հրաշքը իրական կատարվեց, եղբայրներ քույրեր։ Այդ ժողովուրդը իրանց բերանով դավանեցին ու ասեցին, այսա պետք է կատարվի ամեն քրիստոնյայի կյանքի մեջ։ Ասեցին, ով կին, այլևս ոչ թե քո ասացի համար ենք մենք հավատում, այլ մենք ինքներս համոզվեցինք ու իմացանք, որ նա է Քրիստոսը Աստծո որդին։ Չասենք մի հատ փառքեց Տեր Հիսուս։ Եղբայրներ քույրեր, քրիստոնեության մասին կարելի է խոսալ, կարելի է պատմել, կարելի է գիտենալ, բայց Աստված ուզում է, որ այսօր ես եւ դու ապրենք այդ կյանքը։ Առաքյալին խորը բացվեց, ասեց ինչ օգուտ է։ Մեր կյանքում էլ առիթներ լինում վկայելու, շատերին դավանելու, բայց ասեց ինչ օգուտ է, որ ամբողջ աշխարհը վաստակեմ, կհուշեք ինձ շարունակությունը, բայց իմ անձը ինչ անեմ, կորցնեմ։ Հոբի կյանքում եղավ այս ձևի դեպք, եղբայրներ քույրեր, եւ իր բարեկամները իրան ասեցին Հոբ, չէ որ դու վայր ընկնողներին կանգնացնում ես, թուլացած ծունկերը զորացնում ես, նեղվածին հորդորում ես, հիմա այս դիպվածը քեզ պատահեցավ ու շփոթեցար բոլորովին, միթե Աստվածպաշտությունը քո հույսը չի։ Եղբայրներ քույրեր, սա մեզանից հեռու չի։ Դիմացինին եկեք խոստովանենք, շատ լավ տեղին կարողանում ենք հորդորենք շատ անգամ, լինում է ձեր կյանքում տենց։ Հենց մի հատ առիթ է լինում մի անգամից, Աստված ամենազորը, Աստված ամենակարողը, եղբայրս ու քույրս, բա որ այդ հերթը հասնում է մեզ, այդ Աստված ամենակարող չի, Աստված բժշկող չի, ուրեմն բան կա, որ խարխուլ է, եւ այդ բանի վրա հիմա հորդորական խոսքեր եմ կարդում, արմատ կապել Քրիստոսի վրա, եղբայրներ քույրեր։ Սնունդը, երբ որ որդիցը այդ պտուղը, այդ ճյուղը պտուղ է տալիս։ Եվ Տերը չի ասում, դե լավ, պտուղ տվեց հերիքա, գրված է մաքրում է, որպեսի ինչ անի, ավելի պտուղ տա։ Քրիստոսի վրա հաստատվել, առավել այս օրերի մեջ կարևոր է։ Եղբայրներ քույրեր, շատ վկայություններ կա, ովքեր հավատարիմ գտնվել են Նաբուգոդոնոսորի ժամանակվանից սկսած մինչև նոր ուխտի շրջան, ովքեր որ հավատարիմ եղել են, առիթ են եղել մյուսների ապաշխարության, այդպես է թե չէ։ Նաբուգոդոնոսորը ամբարտավան ձևով ասում էր, ով այն Աստվածը, որ իմ ձեռքից ձեզ ազատի, մի քիչ ներքերվից գրված է, նա է այն Աստվածը, որը կենդանի է եւ հավիտյան է։ Տեսակ ինչ կատարվեց։ Աստծո զավակների հավատարմությունը առիթ եղավ Նաբուգոդոնոսորի Աստծուն ճանաչելու հետ կապված հարցը։ Տեսնում ենք առաքյալները, երբ որ հավատարիմ մնացին, բանտի մեջ նրանք օրհներգում էին Տիրոջը, ոչ մի բանը նրանց չզատեց Քրիստոսի սիրուց, եւ ինչ տեղի ունեցավ, հրաշքը տեղի ունեցավ, բա որ նրանք արմատ կապած չլինեին,
բա որ հաստատված չլինեին Քրիստոսի վրա, բանտապետը կապաշխարեր, հարց եմ տալի, ոչ, այսօրում ժամանակն է հասե, ես ասում եմ, Տեր, իմ ժամանակն է հասե, հաստատվել Քրիստոսի վրա, ես կարդում եմ լրացուցիչ համար, տեսեք, որ գրված է արդեն Մարկոս ավետարանի 4-րդ գլխի մեջ, տեսեք 5-րդ, 6-րդ խոսքը ինչ ասում, սա Սերնացանի առակն է, շատ լավ գիտեք երկրորդ սերմի մասին, եւ ուրիշը ընկավ ապարաժուտ տեղի վրա, որ շատ հող չկար, եւ շուտը բուսավ հողին խորընկություն չունենալու համար, 6-րդ խոսքը կարդում եմ, սակայն արևուտ ծագած ատենը այրեցավ ու արմատ չունենալու համար չորացավ։ Ուրեմն տեսնում ենք շեշտը դնում է ինչի վրա, եղբայրներ քույրեր, արմատ չունենալու վրա։ Այսօր Տիրոջ հետ նախանձավոր լինենք, առանձնանանք եղբայրներ քույրեր։ Տեր Հիսուս շատ անգամ առանձնանում էր լեռը, առանձնանում էր անապատը, հորը երեսը փնտրելով, հոր հետ հաղորդ լինելով, այսօր մենք էլ այդ կարիքը ունենք։ Նորից եմ ասում, ուրիշ բան է լսելը, իմանալը, գիտենալը, տեղեկանալը, բայց ուրիշ բան է ավետարանի խոսքով ապրելը։ Համաձայն եք թե չէ։ Ես լրացուցիչ համար կարդամ եւ աղոթքով կգանք Տիրոջ առաջ, սա Կողոսացիս թղթում հորդորը տեսնենք ինչ ասում, շատ դիպուկ համար է Կողոսացիս թղթի մեջ է գրված 2-րդ գլուխ 6-րդ խոսքը։ Ուստի ինչպես ընդունեցիք Քրիստոս Հիսուս Տերը, անով քայլեցեք։ Եղբայրներ քույրեր, եկեք հələ մի պասենց մի քիչ հետ գնանք։ Ինչպես ընդունեցինք Քրիստոս Հիսուս Տերը, հա? Մտքով հələ հետ գնանք։ Սիրահարվածի նման ընդունեցինք։ Ամեն ինչ մոռացած ընդունեցինք։ Հիշում եք այդ օրերը, ոմանք հələ մտովի հետ գնացեք։ Ոչինչ աչքներս չէր գալիս, այդ ինչ փափագ էր, այդ ինչ կրակ էր բռնկվե ներսներս։ Խոստացյալ գետերը հորդում էր, հիշում եք այդ օրերը, հա? Փարոսից այտենց բռնկված գալիս էինք, ինչ նեղություն, ինչ տրանսպորտ կար, չկար, ցուրտ էր, շոկ էր, հանդերձ կար, չկար, կոշիկ կար, սապոկ կար, ինչպես ընդունեցինք Քրիստոս Հիսուս Տերը, հիշում եք, չէ՞, շատերի սրտից խոսացի, չէ՞, ոնց որ հիշեցինք, մտքով հետ գնացինք, ժպիտներ առաջացավ դեմքներիս, հիմա շարունակությունը ինչ ասում, ոչ թե այդ երազանքով ասում ապրեք, այլ խրատը կարդում եմ, ինչպես ընդունեցիք Քրիստոս Հիսուս Տերը, անով քայլեցեք, արմատ կապած, շեշտը դրեց ինչի վրա եղբայրներ քույրեր։ Գիտեք, մենք որ եկանք այդ 90-ականներին Աստված ողորմություն արեց, եղբայրներից էլ կան, Արման եղբայրը, Արմեն եղբայրը, վերջապես շատ եղբայրներ, այնքան շատ էինք այդ ժամանակ, երիտասարդներով հավաքում էինք, Ժասմեն Քուրիկենց տանը, գիտեք, մեր լուսահոգին ննջեց, կրակը բռնկ, բայց որ հիմա նայես ընդամենը մի հատուկենտ մարդիկ, որ մնացինք, ասենք Աստծո ողորմությունով, ինչն էր պատճառը, եղբայրներ քույրեր, այ հենց դրա վրա եմ ուզում շեշտը դրված լինի, որ այդ ուղղությամբ պետք է աղոթք անենք, Տեր, երևույթն էլ անցնելու, նշանն էլ անցնելու, հրաշքն էլ անցնելու, չեմ իմանում ինչ երևացող բոլոր բաները ինչ են անելու, ժամանակավոր անցնելու է, բայց երանի նրան, ով որ արմատ կապեց, Քրիստոս վեմի վրա հաստատվեց, կարդում եմ շարունակությունը, արմատ կապած ու անոր վրա շինված ու հավատքի մեջ հաստատված, ինչպես սովորեցիք ու անոր մեջ աճեցեք գոհությունով, զգուշացեք, չլա որ մեկը ձեզ գերի վարե փիլիսոփայությունով, փուչ խաբեությունով, տեսնում եք, իսկ հիմա քիչ չի դա շատացել է, ուրեմն դրա համար պետք է արմատ կապել, եղբայրներ քույրեր, որ մարդոց ավանդության պես է ու աշխարհի սկզբունքներուն պես եւ ոչ թե Քրիստոսի վարդապետությանը պես, վասնզի անոր մեջ կբնակի Աստվածության բոլոր լեցունությունը մարմնապես։ Աստված օրհնի մեզ բոլորիս, ես հավատում եմ, որ մնացած ընթացքը եւ անհանգստությունը Սուրբ Հոգին կդնի մեր ներսը։ Եվ մի հորդոր էլ ասեմ աղոթքից առաջ, ավետարանը պակասել է մեր կյանքի մեջ, շատ հոգիներ մոտենում են ասում եղբայր, մտքեր ա գալի, քունս ա փախե, խաղաղություն չկա, տագնապներ կա, վախեր կա, գիտեք ինչքան հոգիներ այդ ձևի կա, եղբայրներ քույրեր բան չկա,
տեսնում ես մոտիկացել է քույրիկ, թշերը կարմիր, արտաքինից ինձանից առողջ, եղբայր ջան վիճակս վատ է, ինչ ա եղել, մտածում եմ կարող ա ռակ եմ, այ քույրիկ ջան, մտածի կարող ա ռակ չես, խես մտածում որ ռակ ես, բայց հակառակորդը բերում է, ինչքան դատարկ տեղ կա լցնում է, եղբայրներ քույրեր, մի քույրիկ զանգել է գիշերը 2-ին, 3-ին եղբայրս, գիտես ինչի եմ զանգել, ինչ է զանգել, Էլմիրա քույրիկ, զանգել եմ, որ հրաժարական ողջույն տամ քեզ, ինչի համար, այս գիշեր մահանալու եմ, հո զակազով չի, այ քույրիկ ջան, ոնց իմացար, չէ, այդ մտքերը արդեն եկել է ինձ, դու ասի չես ման, այ հարազատ, փարթուր Աստծուն, հաջորդ օրը զանգում է արդեն 4-ին, լուսաբացի կողմը, եղբայր ջան, զանգել եմ, որ ասեմ 3 չստացվեց, բայց այսօր հաստատ, սա մտքեր են, եղբայրներ քույրեր, ու գիտեք ինչքան է զանգել, մի ամիս մեռնում է չի մեռնում, հետո վերջում ասեցի տեսար, ախր ասում է ուզում եմ մերժեմ, չի լինում, ինչն է, պատճառը ինչն է, արմատը խարխուլ է, եղբայրներ քույրեր, թող խոսքը բերի նպատակի, ոչ թե որ ուղղակի ուրախացանք ու անցավ, կամ լսեցինք ու անցավ, բայց չէ որ պետքա նստվածք թողնի, հիմա շատերս ժպիտ եկա, բայց չի բացառվում, որ շատերիս մեջ դա կա, ուրեմն Տերը ուզում է, որ արմատ կապենք, Քրիստոսի վրա օրեցօր հաստատվենք, եղբայրներ քույրեր, կանգնենք աղոթքով Տիրոջ առաջ, շնորհակալ ենք Տեր։